Մինչ Լիբանանի մեջ Իսրայելի եւ Հեզբոլլայի փախումները կշարունակվին, ապահովական ինգողքին տնտեսական իրավիճակը կփարթանա։ Սղաճը կդառնա նկատելի, դժվարացնելով երկրին մեջ սովորական կյանք ապրիլը։ Իսրայելը հստակ է, որ մտադրած է, որ հարավի մեջ իր անվտանգության կոդին պիտի ձևավորե եւ ադոր համար սաստկացուցած է հրթիռագործումները համեմատաբարավերի նվազ Բեյրութի հարավային արվարձաններուն այս օրերում, բայց հատկապես նաև հարավի մեջ ներխուժման տեսքով ոչ միայն կգարձեմ հյուսային Իսրայելի անվտանգությունը ապահովելու նպատակով Փորձագետներ ու գարձիկով Իսրայելը նպատակ ունի նաև մեկ կողմեն իր վերահսկողության դագարնել Լիբանանի ծովային տարածքեն մասը, որուն ընթերքը հարուստ է գազային բաշարներով, ինչպես նաև Լիբանանի հարավային շրջանի խոշոր կետերը։ Գայդարել է, որ պիտի չեղարգե, պատրաստ է չեղարգելու ծովային սահմանազատման համաձայնությունը, որովհետեւ նաև Լիբանան հատվածեն ինքը հնարավորություն ունենա վերցնելու դարձյալ այդ ընծովյա բաշարները։ Պետք է նաև ավելցնել ջրային բաշարները այս բարակային, քանի որ գնշվին անվերջ Լիտանի կետը, Զարանի կետը, անվտանգության կոդի իբրև սահման, եւ խնդիր ուրեմն միայն անվտանգություն չէ, այլ նաև տնտեսական է։ Բادرազմը վատտարացուց Լիբանանի արդեն բարդ տնտեսական իրավիճակը։ Հիմա բادرազմեն մինչև հիմա այսօր թեր պիտի սղնան ամենքիները վախնանք որ բادرազմը շարունակին է, բայց ընդհանրապես դպեղենները 130 մինչև 150 ավելցանքիները, բենզինը $10 ավելցավ մեկ դիտեղին վրա, բայց ասիգա քիներն են որ հիմա ներկա քիներն են, թերևս կալ շաբաթ կամ միշտ շաբաթ բادرազմը շարունակին է պիտի ավելնա։ Փորձագետի խոսքով թանկացումները մեկ կողմեն պայմանավորված են նավթիկիներու եւ նավագնացության թանկացմամբ, մյուս կողմեն երկրի մեջ մատակարարման շղթաներու խաթարմամբ։ Ռազմական գործողություններու հետևանքով գյուղատնտեսության սպաղիլը դժվարացած է, արդերու արդատրանքը շուկա չի հասնիր։ Լիբանանի մեջ կանի որ արդեն ռեզերվ չկա որ կորցածվի բادرազմի ադենը դրամի համար կամ բամը որ ժողովրդին քիչ օգնի եւ ալ վերջին ադենը գարվարտինը փորձեցն է ասանք բամը ռեզալտներ ավելի քեշ էին երբ որ subsidies պրոգրամը քիները իջեցնելու համար շատ դրամ վրանացեց մոտավորապես $20 միլիարդ եւ բամը չոք մեկը օգուտ չի դեսավ։ Երկրի հարավային շրջաններեն ներքին դեղահանվածներու հոսքը կշարունակվի, անոնց թիվն արդեն կկերազանցե 1,100,000-ը։ Լիբանանը 2019 թվականին ի վեր տնտեսական ընկերային դակնապներ գտիմակրավե, որոնց կակատնագետը 2024-ին ձակած հարավի բادرազմներ, թեև անգեյետքը մենք 15 ամիս քիչ այսպես թաթարմ ունեցանք եւ որբեսի մեր երգիրը վերագանքնի փորձեցինք մեր ուժերը հավաքել, սակայն անցնող ամիս պաստորեն մարտի սկիզբին վերստին թիմակրավեցինք այդ ճգնաժամային բահերը, որոնց մեջ արդեն մինչև այսօր գաբրինք։ Լիբանանահայ օգնության խաչը եւ համայնքային շարք մգազմագերբություններ գնբաստեն դեղահանվածներու մարտասիրական բժշկական օգնության դրամատման գործընթացին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը Արաքսի Բուլղուրջյան նախնական առողջապահական խնամք մատուցող գետրոնին պատասխանատվություն տակ դրած է երկու պատասխանան, ուր աբաստանքը դած են դարբեր շրջաններ քաղտած լիբանանցիներ։ Մեր ծառայությունները իսպաս պիտի տնենք, այսպես ասած եւ գետրոն հաջախող մեր հիվանդներուն բարականերուն, ինչպես նաեւ քաղաքականերուն, որոնք այդպիսի բադսբարաններու մեջ գաբրին այսօրերուն։ Մեր գետրոնի դրամատրության դակ տրված ուրեմն երկու բադսբարաններում մեջ, մեկուն մեջ կան 250 քաղաքականներ, իսկ մյուսի մեջ կան 106 քաղաքականներ։ Խորացող ճգնաժամի ֆոնին Լիբանանի հայկական համայնքը միասնական է։ Հայկական քաղաքական կուսակցությունները բարբերաբար հանդիպումներ կունենան եւ հստակ թիրքորոշում գործեքրեն, որևէ ցևով մեր համայնքը բեք չէ ներկաշել ներ-լիբանանյան փևերացումներու եւ լարվածություններու մեջ։ Արդակին ու ներքին ճակատները լարված քաղաքացին խաղաղության արշալույսը կսպասե։ Փաթիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։